Մեծարգո վարչապետ, հարգարժան փոխոսնակ, հարգարժան նախարար, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Սրընթաց մոտենում է 8-րդ գումարման ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը։ Եվ տարօրինակ թող չհնչի, բայց կարծում եմ մոտենում է ավարտին նաև պատմական ցիկլերի մի շրջապտույտ, որը սկսվել է 1918 թվականին։ Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ պատմությունը կրկնվում է, եւ ամենից հաճախ մեջբերվող դրվագներից մեկը հարավկովկասյան 3 հանրապետությունների անկախության ձեռքբերման եւ կորստի պատմությունն է։ 1918 թվականին ռուսական կայսրությունը հետ քաշվեց Հարավային Կովկասից եւ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը ձևավորեցին հանրապետություններ։ Պետականության վերականգնումը մեր ազգային ազատագրական պայքարի նպատակն էր եղել, սակայն Հայաստանի առաջին հանրապետությունը չուներ այն տարածքը եւ ձևը, որը մենք երազել էինք։ Այս մտայնությամբ բնականաբար այդ հանրապետությունը չէր կարող հարատևել։ Եվ մեր անկախության 2 տարիները մենք, ինչպես նաև մեր 2 հարևանները, օգտագործեցինք ոչ թե կայսրության նահանջով ստեղծված այդ պատմական հնարավորությունը այնպես ամրացնելու վրա, որ այլևս ետդարձի ճանապարհ չլինի, այլ վատնեցինք միմյանց եւ տարածաշրջանի հարևանների հետ պատերազմների վրա։ Եվ ահա 1920 թվականին կայսրությունը արդեն խորհրդային միության տեսքով, այդ թվում հայ բոլշևիկների ձեռամբ, վերադարձավ Հարավային Կովկաս։ Այս պատմությունից ճիշտ դասեր քաղած թե պատմաբաններ ունենք, թե քաղաքական գործիչներ, այդ թվում դաշնակցական, եւ նրանք մեզ կարևոր վկայություններ են թողել, թեև այդ վկայությունների թողնելու պահին նրանք չէին կարող երևակայել, որ մենք ապագայում եւս մեկ շանս ենք ունենալու։ Այս պատմությունը կրկնվեց 1991 թվականին, երբ խորհրդային միությունը փլուզվեց եւ ուներ, ըմբռնված էր։ Մեր երրորդ հանրապետության հիմնադիր նախագահն է հետևյալ մտքի հեղինակը։ Վիճակը նման է 1918 թվականին։ Այն ժամանակ էլ զբաղված լինելով ներքին խնդիրներով, Ռուսաստանը հեռացավ Անդրկովկասից, բայց 2 տարի անց հրով ու սրով ետ վերադարձավ։ Նույն մարդն է նաև հետևյալ մտքի հեղինակը։ Հայաստանի, որպես պանթուրքիզմի ծրագրի իրականացումը խափանող եւ դրանում Ռուսաստանի շահերին ծառայող գործոնի ըմբռնումը, հայկական հարցը կրկին ներքաշում է միջազգային քաղաքական հարաբերությունների բարդ ոլորտը, որը հղի է մեր ժողովրդի ճակատագրի համար վտանգավոր հետևանքներով։ Այս նույն մարդը իհարկե այժմ դարձել է կայսրության մունետիկ, թերևս այն պատճառով, որ եթե Հայաստանի անկախացման ճանապարհին ձախողել է ինքը, ապա պետք է ձախողենք նաև մենք։ Բայց նրա հոգեբանական խնդիրները մի կողմ թողնելով, վերադառնամ ձախողման պատմությանը, սխալները չկրկնելու վճռականությամբ։ Պատմական պահի մասին կար իսկապես ըմբռնում 1991 թվականին, սակայն մեր հանրապետության հիմնադիրները եւ մենք որպես ժողովուրդ Առաջին հանրապետության կործանման պատճառների մասին հայ հանրային քաղաքական գործիչների թողած ժառանգությանը անհաղորդ չկարողացանք դիմադրել մեր ներսի ուժերին եւ դրանց դրսից օգտագործմանը եւ կրկին ընկանք նույն ծուղակը։ Որպես նորանկախ հանրապետություն, հանուն մեր նորանկախ հանրապետության, մենք ինքներս մեր մասին պիտի կայացնեինք մի կարևոր որոշում։ Ծնվող Հայաստանի Հանրապետությունը համարել մեր հազարամյա իղձի իրագործում եւ մնացած ամեն ինչը ստորադասել դրան։ Այդ որոշումը կայացնելու փոխարեն մենք կրկին լծվեցինք կայսրության կողմից մեզ վերապահված տարածաշրջանում մեր դերի ի կատար ածմանը։ Անշուշտ մեր հարևան ժողովուրդներն էլ ունեն խնդիրներ, սխալներ, հատկապես իրենց ստեղծվող հանրապետություններում ազգային փոքրամասնությունների իրավունքների շուրջ լուծում գտնելու խնդիրը։ Սակայն հարևան ժողովուրդների սխալների մասին խոսելը եւ խոհերը հարևան ժողովուրդների առաջնորդներին կթողնեմ եւ կվերադառնամ կրկին սխալները չկրկնելու վճռականությամբ։ Երբեմն մեր պատմությունը կրկնվել է զավեշտալի մանրամասներով ու ճշգրտությամբ։ Այսպես օրինակ 1992 թվականի օգոստոսին Ադրբեջանը գրավել էր Արծվաշենը, Հայաստանի ինքնիշխան տարածքը եւ Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին։ Այդ ժամանակվա թերթերից մեկում կարդում ենք մի հոդված հետևյալ վերնագրով. Կոլեկտիվ պայմանագրի մասնակիցները կարծիք են հայտնում Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումի մասին։ Պարզվում է, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Անդրկովկասի բաժնի վարիչը ասել էր, որ պայմանագրի իրագործմանը խանգարում է այն, որ Ռուսաստանը դեռ չի վավերացրել պայմանագիրը, իսկ ԱՊՀ ինչ-որ մի պաշտոնյա էլ ասել էր, որ Հայաստանը դեռ չի դիմել այն, ասում էին, որ սխալ ընթացակարգով ենք դիմել ՀԱՊԿ-ին։
Նույն հոդվածից տեղեկանում ենք, որ Հայաստանը մտադիր էր դիմել նաև ՄԱԿ-ին, Անվտանգության խորհուրդ, սակայն ԱՊՀ այդ նույն պաշտոնյան ասել էր, որ ՄԱԿ-ին դիմելը ճիշտ չէ, քանի որ ԱՊՀ երկրների միջև գոյություն ունեն պայմանագրային պայմանավորվածություններ եւ այդ շրջանակներում դեռևս միջոցներ չեն ձեռնարկվել։ Այսինքն մեզ կրկին ասում են, մենք ձեզ չենք կարող օգնել, բայց այլ տեղեր մի դիմեք։ Սա շատ ծանոթ պատմություն է։ Սիրելի ժողովուրդ, այս մանրամասնությունները ես վերապատմում եմ ցույց տալու համար, որ վերջին տարիներին Հայաստանը բախվել է նույն մարտահրավերներին, ինչ նախորդ դարասկզբին, ինչ 1990-ականների սկզբին։ Վերջին տարիներին չի եղել որևէ քաղաքական խնդիր եւ դրա շուրջ բանավեճ, որը նոր է մեր պատմության մեջ։ Եվ այդպիսին է նաև մեր սահմանադրության մասին քննարկումը։ Գուցե կա թյուր ընկալում, թե մեր սահմանադրությունը 1990-ականների սկզբին գրվել է համազգային համախոհության պայմաններում, դա այդպես չէ, եւ ահա իրական պատմությունը։ Մեր սահմանադրության առաջին նախագիծը չի ունեցել հղում մեր անկախության հռչակագրին։ Գերագույն խորհրդի ստեղծած սահմանադրական հանձնաժողովում 1993 թվականի հունիսի 24-ին 13 կողմ 0 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով հավանություն ստացած այդ նախագծի նախաբանը ուներ հետեւյալ տեսքը. Մենք Հայաստանի Հանրապետության ժողովուրդը լի վճռականությամբ իրականացնելու ինքնիշխան հայոց պետականության վերածնման ու հզորացման մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, ապահովելու համար մեր եւ մեր սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը ընդունում ենք սույն սահմանադրությունը։ Հոյակապ տեքստ։ Միթե լավ չէին հասկանում պետականության հիմունքները կամ միթե Ադրբեջանի պահանջն էին կատարում նախագիծը կազմող հանձնաժողովի անդամները։ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ թվում, Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանը, այնուհետև Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը։ Իհարկե, լավ էին հասկանում, այդ թվում նաև անկախության շարժման մյուս առաջնորդները, իրավաբաններ, գիտնականներ։ Սակայն հաջորդիվ սկսված բանավեճում նրանք զիջեցին եւ պարտվեցին, ինչպես արդեն մի անգամ ընկրկել էին նաև անկախության հռչակագրի տեքստի գրման բանավեճի ժամանակ։ Այս նախագծի ընդունումից մի քանի ամիս անց 1993 թվականի հոկտեմբերին Սահմանադրական հանձնաժողովի երկու հանրությանը ոչ շատ հայտնի անդամներ Յուրի Սարգսյանը եւ Համլետ Գևորգյանը, գիտնականներ են երկուսն էլ, ներկայացնում են հատուկ առաջարկ։ Առաջարկի հիմնավորումը պնդում էր, որ Հայաստանը պիտի ստանձնի, մեջբերում եմ հիմնավորումից, բոլոր հայերի համայն հայության իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքի միջազգային ճանաչման հանձնառություն, այսինքն նոր ծնվող հայության իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքի միջազգային ճանաչման հանձնառություն։ Այս առաջարկը ավելացնում էր նաև անկախության հռչակագրին հղումը եւ ամրագրում արդեն մեջբերում եմ այն, ինչ մենք այսօր կարող ենք սահմանադրության տեքստի մեջ տեսնել։ Հայ ժողովրդի, չէ, սա չենք կարող տեսնել, որովհետեւ քննարկումների ընթացքում առնվազն այս մասը հետագայում հանվել է։ Հայ ժողովրդի իր պատմական հայրենիքում ապրելու եւ ինքնորոշվելու բնական իրավունքը։ Եվ ուրեմն այս առաջարկը Սահմանադրական հանձնաժողովում սկսվում է քննարկվել եւ այնուհետեւ Գերագույն խորհրդի հետագա քննարկումներում որպես հայ դատի մասին առաջարկ։ Այսպես են падգամավորները ընկալել այն առաջարկը, որ այդ երկու մարդը ներկայացրել էին։ Սահմանադրական հանձնաժողովի 6 անդամներ կտրուկ դեմ էին այս առաջարկին, 6 անդամներ, 4 անդամներ կողմ էին այս առաջարկին եւ երկուսը առաջարկում էին փոխզիջման գնալ եւ գտնել մի ձևակերպում, որ համընդհանուր ընդունելություն գտնի, որովհետեւ այն մարդիկ, ովքեր պաշտպանում էին այս առաջարկը, պնդում էին, որ սահմանադրության հանրակրվեն կբոյկոտեն, այսինքն ժողովրդին էլ կոչ կանեն բոյկոտելու այն։ Եվ այսպիսով այդ փոփոխությունների արդյունքում եկան փոխզիջման եւ մենք տեսնում ենք այն արդյունքը, որը այսօր կա մեր սահմանադրության նախաբանում։ Հայաստանի Սահմանադրական դատարանի երկու դատավորներ 2024 թվականի դատարանի որոշմանը կից ներկայացված իրենց հատուկ կարծիքում մանրամասն վերլուծել են մեր պատմության այս դրվագը, մեր ուշադրությունը հրավիրելով այն կարևորագույն հանգամանքի վրա, որ այս փոխզիջման իմաստը սահմանադրության մեջ իրավական հետևանք չառաջացնող հղում կատարելն էր։ Այսինքն փոխզիջման իմաստը նաև այն էր, որ Հայաստանի Հանրապետության համար իրավական խնդիր չստեղծվի։ Եւ իսկապես մեր սահմանադրությունը իրավական խնդիր չունի, ինչպես եւ փաստել է Սահմանադրական դատարանը, սակայն այն իր մեջ պարունակում է այդ բանավեճի սոցիալ-հոգեբանական հետքը, որ իբր այս Հայաստանի Հանրապետությունը մեր դեգերումների ավարտը չէ, մեր իղձերի իրագործումը չէ եւ այն կատարյալ չէ։
Սիրելի ժողովուրդ, մենք դու պիտի հաղթես նախորդ դարասկզբին սկսված եւ 90-ականներին վերաբացված այս բանավեճում նոր սահմանադրության ընդունմամբ։ Այսօր մենք պետություն ունենք եւ մեզանից պահանջվում է արժանապատվորեն վեր բարձրացնել մեր հայացքը եւ մեր ժողովրդի կրած զրկանքների եւ դրանցից ամենամեծի հայոց ցեղասպանության անհերքելի փաստի համար արդարություն չխնդրել մի աշխարհից, որտեղ մենք գիտենք արդարություն չկա։ Մենք հայրենազուրկ չենք, Հայաստանի Հանրապետությունն է մեր հայրենիքը եւ այստեղ մենք պիտի գտնենք արդարություն, ազատություն, անվտանգություն եւ երջանկություն եւ մեր նոր սահմանադրությունը պետք է ամրագրի, որ Հայաստանի Հանրապետությունը կատարյալ է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Արման Ղազարյան հաջորդ ելույթի համար։